Դե ինձ իրեն շարունակ մի առավոտը վիկենդ է ու քանի որ այսօր մեզ մոտ շատ կարևոր էսպես նախատոնական օր է։ Այո, նախատոնական օր է ու մենք շատ կարևոր տոնի ենք պատրաստվելու։ Իհարկե մենք չենք կարող անմասն մնալ եւ ձեզ շատ կարևոր ու հետաքրքիր բաղադրատոմսերով չներկայանալ։ Եւ հենց այդ իսկ պատճառով մենք հրավիրել ենք մեր տաղար մի շատ կարևոր մարդու, ով հենց այս կարևոր հարցում մեզ կօգնի։ Վստահ եմ, որ շատերը այդ Instagram-յան իրականությունից արդեն գիտեք այս ջերմ, սիրառատ, գեղեցիկ հայուհուն, այս մարդուն, որ պարբերաբար կիսվում է իր բլոգով, համեղ բաղադրատոմսեր է պատրաստում, ներկայացնում է իր այգին, տան կենցաղ եւ դա անում է շատ գեղեցիկ եւ շատ ջերմորեն։ Մեր այսօրվա հյուրը Լեռնուհի Վարդանյանն է, ով մեր խոհանոցային հատվածում է այս պահին։ Բարև ձեզ, Լեռնուհի։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Մենք շատ ուրախ ենք, որ դուք վերջապես եկաք մեզ հյուր եւ շատ ուրախ ենք, որ հատկապես ձեր բաղադրատոմսերից մեկով եք մեզ հետ կիսվելու, առավել եւս նախատոնական զատկին ընդառաջ։ Նախքան դուք կգաք, հետո մենք միասին երկար կզրուցենք ձեր մասին, ուզում ենք իմանալ, թե ինչ եք պատրաստելու այսօր։ Առհասարակ զատկի սեղանին հարկավոր է կաթնահունց, ցորենահյուսքով, ճիշտ է հիմա շատերը սեղանին կուլիչներ են դնում, բայց դες ամեր հայկական ավանդական կաթնահունցն է հյուսվածքով։ Ես այսօր ինձ հետ բերել եմ կարմիր ներկածծու, կարելի է ներկել հիմա ավելի շատ ներկում են տարբեր գույներով, նախշազարդերով, ձևավորում են տարբեր ձևերով, հետո ընթացքում մենք կնախշազարդենք մեկ այլ ձևով։ Ինչպես նաև չամիչով բրինձով փլավը, որը հիմա կպատրաստենք, եւ մեր տանը շատ ավանդական է, մայրիկս է միշտ պատրաստել թխվածք գառնուկով։ Այս թխվածքը դարել է մեր տան սովորույթներից մեկը, ավանդույթներից մեկը, որ մեր տուն հյուր են գալի, բոլորը անպայման նայում են, տեսնեն գառնուկը սեղանին կա, թե չէ։ Հիմա էլ ես եմ պատրաստում։ Մենք դեռ գառնուկի մասով հարցրել ենք տալու, որ մենք էլ իմանանք, այդ ոնց եք պատրաստում, ոնց է ստացվում, այդպես գեղեցիկ ու վստահ եմ նաև համեղ գառնուկը։ Կարծես թե բոլորը ներկայացրեցինք, մենք այսօր ինչ ենք պատրաստելու։ Հիմա ուզում եմ պատրաստենք չամիչով եւ բրինձով փլավը։ Այո։ Խնդրեմ, դուք համեցեք, դուք արդեն կարող եք նախապես մենք ինչ ենք արել բրինձը։ Նախապես բրինձը խաշել եմ, նախընտրելի է բասմատի բրինձը, որը շատ հատիկավոր է, ցանկացած խոհանոցում ավելի արագ է պատրաստվում եւ ավելի հատիկավոր է ստացվում։ Եվ մեզ հարկավոր են չրեր, չամիչ, կարագ եւ լավաշ։ Հրաշալի, դուք կարող եք սկսել, մենք էլ ընթացքում ձեզ մի քիչ հարցեր տանք, ոչինչ։ Հիմա առաջինը չրերը կտրենք, մանրացնենք։ Լեռնուհի, իսկ ինչ եք կարծում, ես կարող եմ այդտեղ ձեզ օգնել, թե կխանգարեմ, եթե գամ։ Սկեսուրս ասում մեր խոհանոցում մի կին է հարկավոր, էդ էլ ես եմ լինելու, որ նոր էի հարց գնացել, այնպես էի ուրախացել, այսպես շատ լավ բաներ չի կարող պատրաստեմ, մի քիչ էր ամաչում, ասում եմ կարողա որ մի բան պատրաստեմ, լավ չստացվի, ի վերջո սկեսուրը էլի կասի, որ այս ոնց է պատրաստում։ Ու այդպես որ գնացի առաջին օրը մտա խոհանոց, ասեցի մամա, կարող եմ քեզ օգնել։ Նայեց, ասեց աղջիկ ջան, մեր խոհանոցը շատ փոքր է։ Խոհանոցում էլ մի կինը լրիվ բավական է։ Ինձ է ուրախացել, չեք պատկերացնի։ Ես էլ հենց այնքան եմ ուրախանում ձեր ակնարկից։ Մենք հասկացանք առակն ինչ կուսության է։ Բայց դե հետո ճիշտ է, իրանից էլ շատ բան սովորեցի, այդպես ավելի շատ սկսեցի խոհանոցը սիրել։ Հիմա իմ խոհանոցում էլ ես եմ պատրաստում հարսիկիս հետ միասին, բայց։ Հա, հարսիկը այդ իրավունքը ստացել է։ Հա, իհարկե։ Շատ մենք գիտեք, ունենք, ներեցեք, ունենք ուտեստներ, թխվածքներ, որ ասենք թխվածքաբլիթ ունենք, որ հարսիկը պետք է պատրաստի, դա իր մոտ գերազանց է ստացվում։ Եվ կան բաներ, որ ես եմ պատրաստում, ոնց որ sense մաս-մաս բաժանած է եւ մեկ-մեկ էլ օգնում ենք իրար։ Իսկ առասարակ ընտանիքով ինչպես եք պատրաստվում զատկի տոնին։ Կարելի ասել բոլորով, աղջիկս, հարսս, դե իհարկե տղաս միայն բերում է սրունդը։ Մենք էլ սիրով միասին հավեսով պատրաստում ենք։ Եվ ստացվում է, որ ամբողջ ընտանիքով նստեք սեղան։ Անպայման, անպայման։ Դա իսկն պարտադիր պայման է։ Պարտադիր։ Ինձ թվում է հենց այս տոնը ինքնին միասնությունն է, խաղաղությունը, սերը մեկը մյուսի նկատմամբ եւ ընտանիքի համերաշխությունը։ Իսկ բացի գառնուկից, չամիչով եւ ջրերով, բրնձով փլավը, ներկած ձուն, հավկիթը, այլ ինչ որ հետաքրքիր բան կա ձեր ճաշացանկում, որ պարտադիր պետք է այսպես տեղ զբաղեցնի անպայման զատկի տոնի սեղանին։ Ձուկը մոռացանք նշենք, պարտադիր ձուկը պետք է լինի։ Ձուկն էլ, գուցե մի բան էլ կա, օրինակ գառնուկը ինձ համար լրիվ նորություն է։ Մեր տանը գառնուկ չկա։ Այո, մեր տանն էլ այդպեսի թխվածքաբրիթ չունենք։ Կա գառնուկի նման ինչ-որ մի բան, որ յուրահատուկ ձերն է, այսպես ձերն է։ Չէ, միայն գառնուկն է։ Մենակ գառնուկն է, շատ։ Անկեղծ միայն գառնուկն է։
Պատրաստում եք հիմա փլավը, բաղադրիչներն եք կտրատում, իսկ գառնուկի բաղադրիչները մենք իմանալու ենք։ Ուրեմն այս գառնուկը իրականում դժվար է պատրաստել, միայն նրա համար, որ պետք է ունենանք ֆորմա, հա։ Այդ չուգունե ֆորման է, որ խմորը պատրաստում եմ, լցնում եմ այդ ֆորմայի մեջ չուգունե ու գազօջախում պատրաստում եմ։ Այսինքն ինքը ֆորմայի ձևով է դուրս գալի, էլի։ Բայց մեջի բաղադրիչները նույն սովորական բաղադրիչներ են։ Բիսկվիտ, հա, սովորական բիսկվիտի բաղադրիչներն են։ Դե իհարկե չափով, որ կաղապարի մեջ տեղավորվի։ Իրականում մենք ձեր տեսանյութերից արդեն այսպես դիտելուց հետո համոզվել ենք, որ ձեզ համար նաև գեղագիտորեն եք շատ մոտենում, տեսնել է շատ կարևոր։ Շատ, հա, շատ սիրում եմ գեղեցիկը, սիրունը։ Հիմա արդեն սկսենք հավաքել, այսպես ասած։ Դե մի փոքր կարակ ենք դնում։ Պետք է տապակել չորամրգերը։ Ճիրը կտապակենք, հետո չամիճը միասին, հետո բրինձը, հետո լավաշները։ Լավաշը ինչ ենք անելու, ես տենց էլ չհասկացա։ Լավաշը փռում ենք տարբեր ձևով կարող ենք պատրաստել, կարող ենք ամբողջական լավաշի մեջ հավաքել, դնել ջեռոցում կամ փռի մեջ։ Ես մի տարբերակ եմ մտածել, որ այդպես անենք։ Հիմա ցույց կտամ։ Լեռնուհի, իսկ այդ զարդարանքը տոնական զատկի ժամանակին դա պարզապես այն ուտելիքներն էին, հատուկ ուտեստները, որոնք որ զատիկին էին պատրաստում եւ դա էր հենց ամբողջ սեղանի ճոխությունը, իսկ հիմա կան հատուկ մոմեր, կան նույնիսկ սպասք, որը որ հենց զատկի համար է նախատեսված։ Այդ ամենը դուք փորձում եք ներառել։ Անպայման չեք պատկերացնի, արդեն մեր տանը տեղ չկա։ Ու ամեն տոնին ոնց որ ինչ-որ նոր բան ես ուզում ավելի ինչ-որ գեղեցիկ ավելի տարբերվող լինի անցած տարվա սեղանից ու այս տարի անմասը չեմ մնացել էլի մի քանի ափսեներ ենք վերցրել ձևավորելու համար շատ հետաքրքիր Նորություններին համենայն դեպս շատ դրական եք վերաբերվում Այո հրաշալի Կարակը հարբեց ես հիմա ջրերը ավելացնեմ Սալորա չիր կտրեցիք եւ ծիրանաչիր։ Ու տապակելու ենք հիմա չիրը։ Հիմա տապակում ենք չրերը, այո։ Ինչպես է սկսվում ձեր առավոտը։ Առհասարակ արթնանում եմ շատ վաղ, ամռանը ժամը 6-ին ու ձմռանը 7-ին։ Առաջինը որ արթնանում եմ, դե բնական է լվացվելուց հետո գնում եմ այգի։ Նայում եմ ծաղիկներին, նայում եմ բույսերին։ Մի հատ տեսնեմ ինչ կա, ու տենց մնում եմ այդտեղ, ոչ հասցնում եմ սուրճ խմեմ, ոչ էլ։ Նայում եմ ժամացույցին, վերջ, արագ հագնում եմ ու դուրս գալիս։ Իսկ այդ նույնը սուրճով չի կարելի անել, սուրճով գնալ այգի։ Սուրճով գնում եմ այգի, սուրճը մնում է սեղանին, ես միջև պտտվում եմ ծաղիկներին, նայում եմ, սուրճը մնում է սեղանին։ Միջև սա տապակվի, կարող ենք ձուն նախշել։ Ինչով ենք նախշելու եւ գույնը ստանալու, թե գույնը արդեն ստացած է։ Ուրեմն ես ինձ հետ բերել եմ սոխով եւ սոխով ներկայացու, որը մեր պարտադիր սեղանին պետքա լինի կարմիր ձուն, իսկ հիմա ուզում եմ զուտ ուղակի ավելի sense ոնց որ հետաքրքիր տեսք տալ, նախշազարդել անձեռոցիկով։ Այո, անձեռոցիկի վրա պատկերված է նուռ։ Հիմա սկսենք։ Ուրեմն այդ տարբերակը վաղուց կա անձեռոցիկով։ Ես արդեն մոտ 2 տարի է օգտագործում եմ, այսպես։ Մենք ուշադիր հետևում ենք, սա նորություն է եւ մեզ հարկավոր է ձվի սպիտակուցը։ Այսպես առանձնացնենք սպիտակուցը դեղնուցից։ Խառնում ենք։ Ես ինձ վրձին եմ բերել ինձ հետ։ Անձեռոցիկը երկշերտ է, ուրեմն բացի այս նախշերը ինքը ունի նաև սպիտակ թուղթ։ Այս սպիտակն ու ներկած այս մյուս անձեռոցիկը պետք է իրարից անջատենք այսպես։ Ես հիշում եմ այն հին տարբերակները, մինչև դուք տպեք ես պատմեմ, որ այսպես սոխի կլեպները հավաքվում էր, տատիկս մայրս երացվում էր, բայց համեմով էին ինչ-որ մի բան։ Այո, համեմով կպցնում են։ Կանաչիներով ինչ-որ sense։ Դա դեռ անում են, այնպես չի։ Համեմ տատիկիս ու մամայիս է հիշեցնում, որտեվ այն ժամանակ չուլկիով, չէ, բոլորը կապում էին համեմը ու այդպես ձևավորում էին։ Հիմա մի քիչ ավելի փոխվել է, ավելի հետաքրքիր, ավելացել է բազմազանությունը, բայց միևնույնն է այդ հին տարբերակները ոչ մեկ չի չեղարկել, դրանք պահպանվում են։ Ճիշտ է, կան նաև բնական ներկանյութեր, որոնք որ
Բայց ես երբևէ չեմ Այո, կարելի է քրքումով ներկել, կարկադեի թեյով։ Սովորեմ միշտ այդ կարմիրը, ինչպես նաև Լեռնային ասաց, այնտեղ որ կա։ Նորմալ հայկական, դասական ներկված։ Հետո որքան ընտանիքը մեծ է լինում եւ այդ ընտանիքում լինում են նաեւ երեխաներ, թոռնիկներ, Լեռնուհու դեպքում, այդքան ավելի շատ ես ուզում այսպես գունապնակը շատացնել, զանազանություն տալ, որ երեխաների համար էլ այդ տոնը այդպես գունեղ ու հետաքրքիր հիշվի։ Մենք առանձնացրեցինք անձրոցիկը սպիտակ հատվածը ներկված հատվածից, հիմա էլ կտրում ենք։ Հիմա էլ նախշերը կտրում ենք ինչպես ցանկանանք, փոքր, մեծ, Իսկ ինչ ենք կտրում, որ նուռը պահպանվի։ Հիմա 1 րոպե, իսկ մեկն էլ վերջացնեմ ու արդեն ես ձեզ ցույց կտամ։ Սա դնենք կողքի։ Վերցնում ենք ձուն, նախապես լվացել ենք, խաշել ենք աղով, աղաջրով, 10 րոպե խաշել ենք, ինքը արդեն եփված պատրաստ ձու է։ Զուտ հիմա նախշազարդում ենք։ Ուրեմն ձվի սպիտակուցը վրձինով քսում ենք։ Այո։ Որպես սոսինձ ենք օգտագործում։ Այո, որպեսզի քիմիական ոչ մի բան չլինի, կարող եք նաև էմուլսիա, բայց ես միշտ նախընտրում եմ ամեն ինչը բնական։ Ու այստեղ այսպես դնում ենք անձեռոցիկը, քանի որ ինքը շատ փափուկ է, մենք վրձինով վրայից անում ենք ու ինքը սենց անմիջապես սենց կպնում է ձվին։ Ոնց որ նկար լինի։ Հրաշալի։ Եվ շատ հեշտ եւ շատ արագ եւ շատ ավելի գեղեցիկ։ Ու չել փոկվի։ Չէ, չի փոկվելու։ Դե որովհետեւ սպիտակուցով։ Հիմա կչորանա։ Շատ հարցնում են, ես էլի մեջում պատրաստել էի, հարցում են, իսկ հոտ չի գալու, չէ, հոտ չունի։ Չորանա, հոտ չի գալու, հա։ Նույնիսկ այսպես հոտ չունի։ Դե հայտնի սոսինձ է, դարեր շարունակ ծառել ձվի սպիտակուցը։ Մարդիկ տներ էին կառուցում։ Այո, Ձվի սպիտակուցով, այո։ Հետևաբար մենք այս պայն ուղղակի նռան տեսքով ունեինք անձեռոցիկ, բայց մարդիկ տարբեր իրենց տարբեր նախշերով, տարբեր գույներով, ծաղիկներով։ Եվ ինչու անձեռոցիկ, որովհետև այսպես բարակ է իր շերտը եւ ավելի հեշտ է հավաքվում։ Իրոք է։ Մենք կչորանա ու շատ ավելի գեղեցիկ կլինի։ Հերվից էլ շատ գեղեցիկ է իդեպ։ Թողնենք չորանա։ Այդ ընթացքում ես մի հատ խառնեմ։ Ես էլ ուզում եի հարցնել ինչպես են չրերի հետ մեր գործերը։ Հա, արդեն շատ լավ։ Ընտիր։ Հիմա կավելացնենք չամիջը։ Ինչքան բան եմ ես սովորում այստեղից։ Իսկ հետո կիրառում ես տանը։ Ոչ։ Ես ուղղակի սովորում եմ։ Իսկ ես կիրառում եմ։ Դու անցյալ օրն զարմացրեցիր լոբով քյուֆթա։ Կարմիր ոսպով քյուֆթա։ Կարմիր ոսպով քյուֆթա։ Գիտես ինչն է գաղտնիքը, ես հիմա քեզ ասեմ, թե ինչու է այդքան հեշտ ստացվում, հետո այն ամեն ինչը որ սովորում ենք այստեղ կիրառել տանը։ Մենք ունենք միշտ արդեն իսկ ինչքան ժամանակ որ խոհանոցային հատվածը մեր տաղավարում է, խոհանոցին տրվող շատ քիչ ժամանակ, այսինքն 10-15 րոպե։ Եվ եթե 10-15 րոպեում կարելի է պատրաստել շատ հետաքրքիր համեղ նոր բաղադրատոմս, դա նշանակում է, որ մեր գործի կեսը օրվա կտրվածքով արված է եւ արագ, եւ համեղ, եւ նոր Դրա համար դրանք գնում են միանգամից այստեղից հետո շատ արագ իմ տուն, իմ խոհանոց եւ դառնում են բոլորիս դեպքում հատկապես քո իհարկե ժամանակի խնդիրն է, այո։ Ժամանակն է։ Միշտ համը հանում ժամանակն է։ Ես այս դեպքում բանին շատ ճիշտ դիտարկեց, որ ես միանշանակ չեմ արել այդ նույնը, երբ Անուշը պատրաստում էր տեսանյութեր, որովհետեւ այնտեղ երկար է, ինչ որ եփելու process-ներ են, մսային ուտեստի դեպքում ավելի երկար է, իսկ այնինչ այստեղ է պատրաստվում, եթե ժամանակի ընթացքում 15-10 րոպե Շատ հարմար է։ Շատ հարմար է։ Հրաշալի։ Լեռնային մենք խոսում ենք նաև ձեր այգիներից, չնայած կիսատ մնաց մեր զրույցը, առաջարկում եմ շարունակենք։ Շատ են արդյոք բույսերը։ Ինչ բույսեր կան, ինչ տեսակներ կան։ Որ բույսի նկատմամբ ինչ որ հատուկ վերաբերմունք ունեք կամ պատմություն նույնիսկ։ Ոայ պատմություն ունեմ։ Ուրեմն երբ որ գալիս էի եթերի, աղջիկներն ասացին, որ հարկավոր է կոշիկը, հագուստը, ամեն ինչի համար խոսեցին ինչպես պետք է հագնեմ, ասում եմ, վայ, կոշիկը մի կոշիկ եմ հագնում, ցածր, որտեվ այլևս չեմ կարող հագնել հենց այգու պատճառով, իմ սիրած կոշիկները բարձրակրունկ։ Պատմեմ այսպես, ուրեմն ոնց որ սիրում եմ կոկիկություն, սիրում եմ նաև այգում կոկիկ լինի, նույնիսկ բույսերի հետ կռիվ եմ տալիս, որ ինչու աճուղը այս կողմ գնում, ոչ թե իմ ուզած կողմ, ու այդպես մի օր երեկոյան տանը մենակ նստած եմ,
ասեցի լավ, թեյ դնեմ, նստեմ այգում հանգիստ ինձ համար։ Թեյը դրեցի ու նայում եմ, տեսնում եմ այս պատին բարձրացող ճյուղը գնում է դեպի ձախ։ Իսկ ինձ հարմար էր, որ ինքը գնար դեպի աջ, որովհետև այդպես ավելի գեղեցիկ է, երբ որ նստում եմ, ինքը որ աջ լիներ, ավելի գեղեցիկ կլիներ։ Նայեցի ու վեր կացա, գնացի երեկոյան արդեն գիշեր է, ժամը 10-ն է գալիս։ Գնացի ու աստիճանները վերցրեցի, դրեցի այդ ճյուղի մոտ, որը բարձրացել է պատով։ Պատկերացնում ձեր տղայի։ Բարձրացա, ու էլ ոչինչ չեմ հիշում, վայր ընկա։ Վայր ընկա, լուրջ կոտրվածքներ, վնասվածքներ, ու հիմա ամեն կոշիկ չէ, որ կարողանում եմ հագնեմ։ Բայց մեկը չեմ խրատվել։ Բայց ճյուղը կներեք աջ գնաց։ Չհասցրեցի։ Այտենց էլ ձախ մնաց։ Ձերքս պարզեցի, որ կտրեմ, չգիտեմ ոնց արեցի, աստիճաններից վայր ընկա։ Չէ, հետո, բայց գոնե շտկեցիք այդ աջ ու ձախը, թե այտենց էլ Ասեմ, մնաց։ որ երեխաներից թաքուն բարձրացել ու կտրել եմ հետո։ Ահա, այնուամենայնիվ դա դաս Հիմա չէ։ եմ բարձրանում։ Ասեմ։ Շատ Հիմա եմ բարձրանում։ շատ լավ։ Սիրում եմ, որ նայում եմ այգուն ու ամեն ինչ սենց կոկիկ, գեղեցիկ, համահունչ։ Սա արդեն պատրաստ է, լցնում ենք առանձին այսպես տարայի մեջ։ Ու հաջորդը մենք կարակով նորից բրինձը պետք է տապակենք։ Մի փոքր կարակ հավելացնեմ։ Բայց բրինձը նախապես խաշել էինք։ Այո, նախապես խաշել ենք բրինձը։ Ընդհանրապես հիմա մի քիչ կարակը թող խալվի։ Ինչ լավ բույր եկավ այդ շրերը տապակելուց Չրերից չէ, հետո։ տարածվեց ամբողջ տաղավարով։ Ստում այսքանը բավական է։ Ինչն է առասարակ ձեզ մոտիվացնում, թե կյանքում, թե խոհանոցում, թե նաև այգում բույսերի նկատմամբ սերը այսպես պահպանելու հարցում։ Անկեղծ ասեմ, չկա ինչ-որ բան ասեմ, այս բանը եղավ, ես մոտիվացա, հիմա գնամ այգին մշակեմ կամ ինչ-որ բան պատրաստեմ։ Այգին ձեզ մոտիվացնում է խոհանոցում ստեղծագործել կամ խոհանոցը ձեզ Կամ երեխաները, ընտանիքը, թորնիկները մոտիվացնում են, որ Կարծում եմ ես բնավորությամբ եմ պատրաստեք ինչ-որ մի բան։ Չէ, բնավորությամբ եմ այդպեսին։ Ինձ մոտիվացիա պետք չի ինչ-որ բան անելու համար։ Ես արթնանում եմ կյանքը սիրելով, ժպտալով, բոլորին բարի լույս ասելով ու տան գործերով, պատրաստելով, այգում գործանելով, սիրով անում եմ։ Մինչ մեր զատկի տոնական ուտեստները ամբողջական տեսք կստանան, հետաքրքիր է նաև, թե այլ տոնները արդյոք նույնքան ուշադրության են դարձվում եւ որ տոներն եք սիրում տարվա մեջ, որոնք որ այսպիսի միավորման նաև սեղան են իրենցից ներկայացնում։ Տոներից շատ սիրում եմ նոր տարին։ Սիրում եմ այդ տոնածառի զարդարելը, այդ process-ը, այդ հավաքելը եւ հետո էլ անցնել տոնական սեղանին, համով բաներ պատրաստել, գեղեցիկը պատրաստել։ Այս վերջում, երբ որ արդեն ունեմ Instagram-յան էջ, դա արդեն կիսվում եմ իմ ինչպես եմ պատրաստում, ինչպես եմ ձևավորում, ու այդպես էլ ինձ ոնց որ իմ հետևորդները սկսեցին ավելի շատ ճանաչել հենց նոր տարվա տոնածառով։ Տոնածառը պատրաստել էի ուրեմն իմ ձեռքի աշխատանքով, գնդակներով ու կտորով։ Ու բոլորին հիացրել էր, որի համար շատ շնորհակալ եմ ես իմ հետևորդներին։ Իրենք այնպես արեցին, որ ես էջը էլ ավելի ոգևորված շարունակեմ։ Կարևոր դուք խոսք բացեցիք բլոգից, շատերի համար է թվում նաև մեզ, իհարկե հետաքրքիր է թե ինչպես բուժքույր մասնագիտություն ունեցող մարդը մեկ էլ հանկարծ խոհանոց, բլոգ, լավ, բույսերը բոլոր կանայք մեծ մասը կանայք Խոհանոցն էլ հասկանում ենք, բայց ինչպես է այդ ամենը վերածվեց բայց բլոգ վարելը, բլոգեր դառնալը, ինչպես ստացվեց։ Ոնց։ Բրինձը ասեմ, որ պատրաստ է արդեն, ու նոր կպատմեմ դրա մասին։ Վերջ, սա դրենք կողքի ու կտրենք լավաշները։ Նուրը արդեն չորացել է, տեղավորեմ այստեղ։ Շատ կարճ է պետք ամենայն դեպս, հա, չորանալու համար։ Այո, այո։ Հիմա լավաշը փոքր մասերի պետք է բաժանենք խորանարդի ձևով, խորանարդիկներ կտրենք։ Հետաքրքիր թե վերջում ինչ է ստացվել։ Վերադառնանք էլի իմ հարցին։ Շատ լավ։
Բլոգ, ինչպես ստացվեց, որ դարձաք բլոգեր։ Երբեք չեմ մտածել, որ ես կլինեմ բլոգեր, դե իմ տարիքի, իմ սերունդի ավելի ճիշտ կանայք մի փոքր է սոցցանցերից հեռու են, ու երբ որ տեղափոխվեցինք նոր տուն, հողամասը կար, այգին կար, սկսեցի կիսվել, սկզբից այգի ծաղիկներով, ինչպես եմ մշակում, ինչպես եմ ծառերը հետում, ու տեսա, որ արձագանքը շատ լավ էր։ Սկսեցի շարունակել, արդեն խոհանոցով կիսվեցի իմ ձեռքի աշխատանքներով, ինչեր եմ պատրաստում, ինչեր եմ անում, այդպես սկսվեց։ Այսքան այգին էր նորից դրդապատճառը, այգու ձևավորումը, այգում աշխատանքներ անելը։ Այգուց սկսվեց, որտեվ ես երբ որ այգին կար, մի քանի ծաղիկ ոնց որ սկսեցի մշակել, բայց արդյունքում չորացան, լավ չէին աճում, սկսեցի արդեն ուսումնասիրել, կարդալ, տնտղել, գտնել ինչպես պետք է մշակել, նույնը հենց այդ գարտենզիայի գույները ես ընթացքում հասկացա, ինչպես պետք է անել, հողը ինչպես մշակել, երբ ջրել, որտեղ տնկել։ Իսկ հիշում եք որն է եղել առաջի տեսանյութը։ Որ առացարակ հրապարակել եք, ամեն առաջի տեսանյութը։ Այո, Գարնան, իդեպ հենց այս ամիս 2 տարին է լրանում մեր բլոգի, հենց ծաղիկներով էլ սկսել ենք, առաջի նյութը հենց եղել է ծաղիկները։ Այսինքն այգին էր առաջին ձեր թեման, որը որ սկսեցիք, գիտեք, քանի որ, ես մտածեցի, որ գուցե էլի կան մարդիկ, որ չգիտեն ինչպես մշակեն, որտեղ տնկեն ծաղիկը, արևկողմ լինի, ինչքան ջրեն, երբ ջրեն, մտածեցի նկարենք, թող բոլորն էլ իմանան, չփչացան իրենց ծաղիկները, ու այդպես այնքան լավ արձագանքներ եկավ, իդեպ այնքան շնորհակալ եմ, նորից եմ ուզում ասեմ իմ հետևորդներից, այնքան ջերմ խոսքեր եմ լսում, այնքան լավ բաներ են ինձ գրում, որ դուք շարունակեք նկարել եւ ավելի ակտիվ զբաղվել այո, գտանք ովքեր են մոտիվացնում, հասկացա, հետևորդներն են։ Իսկ լինում է, որ նրանք են առաջարկում թեմաները կամ այնպիսի հարց են տալիս, որից հետո դուք հասկանում եք, որ ահա, այս հարցի շուրջ կարելի է մի ամբողջական բլոգ նկարել։ Այո, պատկերացրեք, ինչ որտեղ եթե ինչ որ մի բան տեսնում ենք, ասենք ուրիշի էջերում, ուղարկում են ինձ, ասում են Տիկին Լեռնի մի հատ նայեք, տեսեք, ինչ սիրուն են պատրաստել։ Դուք ձեր ոճով դուք էլ պատրաստեք։ Այնքան հաճելի է, որ իմ հետ այդպես շփվում են, գրում են անկեղծ, շատ հաճելի է։ Իրոք ես չէի պատկերացնում, որ սոցցանցում կարելի է այսպես կանանց հետ որոնք այդքան կամեցող են, առհասարակ կա, չէ, տենց բան, ասում են կանայք կինը կնոջը նախանձում է բան, չկա նման բան։ Բայց լավ չի լինում, որ քննադատեն։ Քննադատում չունեմ, անկեղծ չունեմ։ Չէ, մենք հավատում ենք ձեզ, պրոստը ուղղակի հետարքիր էր։ Ամենամեծ քննադատությունը կարող է լինել, որ այս բաղադրատոմսը այսպես չեն անում, որովհետև այնտեղ այնքան ներդաշնակ եւ գեղեցիկ է ամեն ինչ։ Նույնիսկ եթե մի բան ինչ որ մեկին, ասենք, ինչ որ մի բան ճիշտ չի հասկացել, չեմ հասցնում ես պատասխանեմ, հետևորդներս իրենց սկսում են պատասխանել, քննարկել ու չեն թողնում, որ որևէ մեկ ինձ մի բան գրի։ Շատ լավ, իսկ խոսեցինք առաջին տեսանյութից, իսկ հիմա ամենաշատ դիտված տեսանյութը որն է եւ ինչքան դիտում ունի։ Զատիկի տոնին է վերաբերվում, 25 միլիոն դիտում ունեմ։ Ծառի ճյուղի վրա ձևավորել եմ ձվիկները, ձվիկների մեջ ծաղիկներ, հետաքրքիր տենց ձևավորում եմ արել, 25 միլիոն դիտում ունի։ Դե այսքանից հետո ոնց չոգևորվես եւ չմոտիվացնում են, իհարկե պետք է ասել շնորհակալություն նրանց։ Մենք խորհրդների բաժանեցինք լավաշը, հիմա ինչ ենք անելու։ Հիմա նորից կարակ ենք դնում ու արդեն լավաշը տապակում ենք։ Լավաշից հետո էլ ոչ մի չունենք տապակելու, այսինքն կարծես թե վերջի տապակ։ Սիրուն պետքա գեղեցիկ հավաքենք։ Դուք նշեցիք, որ ձեր սերունդը կարծես թե այս նոր, չգիտեմ, տեխնոլոգիաների հետ այդքան է կամ համացանցում հայտնվել։ Մի քիչ դժվարություններ է ամենայն դեպս զբաղվում։ Բայց դուք շատ պրոֆեսիոնալ նկարում եք, թե նկարում են ձեզ, մոնտաժում եք, թե մոնտաժում են ձեզ, ահա, հիմա ով է օգնում ձեզ, որ այդ ամեն ինչը կազմակերպի ճիշտ։ Մի քանի ամիս է, որ արդեն սովորել եմ սթորիները նկարել։ Ահա։ Բայց այդ բոլորը ինձ օգնում աղջիկս։ Բայց ումն է եղել առաջին միտքը նկարահանելու եւ դա տեղադրելու սոցցանցերում, ձերը թե աղջկանը։ Չէ, աղջկանը։ Ինքը մի օր ասեց, որ մամա դու սիրուն ես անում ամեն ինչ, հա, արի նկարեմ, տեղադրենք Instagram-ում, ես ասում, հա, Instagram-ում տեն շատ լավ չի հասկանում, հա։ Ու այդպես, որ տեղադրեց, արձագանքները էլի եմ ասում, այնքան լավն էին, որ արդեն ես ասում, Լիլիթ մի բան նկարենք։ Այսինքն արդեն տրամադրություն ապահովեց։ Իսկ ո՞րն է եղել ամենաբարդ խնդիրը, որին որ բախվել եք, հենց
նկարահանելու, գուցե հոգեբանական, այդ օրը տրամադրություն չի եղել, բայց հետևորդները սպասում էին կամ տեխնիկական ինչ-որ մի այլ խնդիր է եղել։ Չէ, ավելի շատ տեխնիկական, որովհետև իմ համար իրոք անսովոր էր, քանի որ ես ելի եմ ասում, այն սերունդից չէի, որ սոցցանցերում շատ եղել եմ, տեսել եմ, իմ համար դժվար էր խոսելը։ Ես սկզբիռիլերում չէի խոսում։ Մի տեսակ, ասենց խոսում եմ տանը շատ լավ, ասում են, «Այ շատ լավ է, հիմա կմիացնենք» ու երբ որ այդ հեռախոսը բարձրացնում են, որ ինձ պետք է նկարեն, ես էս մի անգամից, ասում, ինչ պետք ասեի, ասենց խոռնվում եմ իրար։ Հետո Բայց դուք քիչ-քիչ մեր տաղավարում էլ չէ, տեսակ, որ իրականում բավականին բայց ես մոտ իրոք շատ ջերմ է, անկեղծ ես նեղվում էի, էլի տեսախցիկներից ավելի խոշոր։ Բայց ինձ հիմա իրոք տաղավարը մեծ տեսախցիկները շատ ջերմ տաղավար ունեք, այո։ Այդ տեսնում եք սերերս, եւս մեկ անգամ փաստեցինք նաեւ Լեռնուի շնորհիվ, որ մեր տաղավարը շատ ջերմ ու դրական է եւ մեր տաղավարը ովքեր որ գալիս են, իրենց զգում են ինչպես իրենց տանը։ Գուցե մի քիչ չափսերը կամ ստանդարտները այն չէ, խոհանոցը։ Հարմար է։ Հարմարվեցիք։ Վերադառնանք ամենակարևոր իմ կարծիքով, հուսով եմ դուք կփաստեք, Մարթուն, թորնիկին։ Վայ, այդ հրաշքն է մեր տան։ Օգնում է թե խանգարում ավելի շատ։ Ոյ օգնում է, ոնց կարող է թորնիկը կամ առասակ փոքր երեխան խանգարել։ Դե կարող է արդեն նկարահանումները սկսվել են, ձեր աղջիկը սպասում է, այսպես ամեն ինչ պատրաստ է, ու թորնիկը ուշադրություն կամ ժամանակ այդ պահին խլի։ Մենք իրոք թողնում ենք, իրան սիրում ենք, շփվում ենք, նոր անցնում ենք նորից նկարահանվելու։ Իսկ իշտ է ամենաշատը սիրում ձեր այդ մեծ տան եւ այգու մեջ, որ հատվածն է իր համար ամենա այսպես իր ջերմանկյունը։ Կարծում եմ իր խաղասենյակը, որտեղ ինքը խաղում է, խաղալիքները շատ են, որ փոքրեր մենք էինք տանում իրան, այնտեղ խաղացնում էինք, ու հիմա ինքը երբ որ մեծացել է, գալիս է բոլոր ձեռքներս բռնում է, տեսնում է ով կա, ով է հարմար, ու ասում է գնացինք։ Տանում է ուղի խաղալիքների մոտ։ Վստահ եմ հեքիաթներ եք պատմում։ Շատ, ոնց է գրքեր սիրում, ունի այդ խաղալիքների մոտ մի անկյունը մենակ գրքեր են, հեքիաթներ, ու մենք անկախ նրանից ինքը որքան կհասկանա, բայց իր համար կարդում ենք։ Հրաշալի, մենք եւս մեկ անգամ հիշեցնենք մեր սելի հերթատողներին, թե ինչ արեցինք։ Մենք սալորա չիրը կտրեցինք, ծիրանա չիրը կտրեցինք, այդ ամենը կարակով իհարկե տապակեցինք թավայի մեջ, որից հետո պարապ չենք մնացել։ Ընթացքում նաև բրինձը կարակով տապակելու այո, դրանք առանձին կարակով տապակվող բաղադրիչներ էին։ Անձեռոցիկով։ Չէ, հետաքրքիր որ սկզբից տապակվեց չիրը, որ այդ չիրի բույրը նաև բրինձին անցնի, հետո որ պարապ չմնացինք մենք այնտեղ հավկիթն էինք անձեռոցիկով շատ հետաքրքիր կերպով հենց սպիտակուցով էլ սոսնցում, որովհետև դա ամենա այսպես դասական սոսնձելու տարբերակն է։ Լավաշները կտրատեցինք խորանարդների, այսպես տեսքով տապակեցինք նույնպես կարակով տավայի մեջ։ Եվ հիմա այդ ամենը պետք է գեղեցիկ մատուցենք։ Հիմա հավաքում ենք։ Հիմա արդեն ամեն ինչ հավաքում ենք։ Այո։ Լցնում ենք ուրեմն բրինձը։ Այսինքն մենք չենք խառնում ջրերը եւ բրինձը իրար հետ, մենք առանձին հենց մատուցման ժամանակ ենք իրար հետ հավաքում։ Բրինձը լցրեցինք մի փոքր։ Ոչ թե խառնում։ Չամիչն ու չիրը կավելացնենք։ Նորից կավելացնենք բրինձ։ Նորից բրինձ։ Նորից չիր ու չամիչ կավելացնենք։ Եվ հիշելով նաև Լեռնու գեղագիտորեն մոտեցման մասին, վստահ ենք, որ վերջում տեսքի մասին էլ է հաստատ մտածված ամեն բան։ Մինչև լավաշը կավելացնենք եւ վերջնական տոնական տեսքի կբերենք այսօրվա մեր ուտեստները զատկի, կամփոփենք նաեւ մեր տոնական տրամադրությունը, կվերադառնանք եւ արդեն վերջնական գեղեցիկ մատուցումը Լեռնուհու կատարմամբ կտեսնենք։ Վերադարձանք տաղավար ու մեր տաղավարը ուղղակի շատ գեղեցիկ է։ Ամեն ինչ տրամադրող է, ամեն ինչ այսպես տոնական այդ հրաշքը ազդարարողը, մենք շնորհակալ ենք ձեզ Լեռնուի, որ եկաք
ոչ միայն պարզապես եկաք եւ պատմեցիք ձեր մասին եւ ձեր օրինակը կիսեցիք մեզ հետ, այլև այսքան համեղ ու հետաքրքիր բաներ պատրաստեցիք։ Շատ շնորհակալություն ձեզ, վերջնական տեսքահամեր բրնձի եւ չամիչի, չրերի, լավաշի տապակած, տատիկս ասում էր առաքյալները, այո, առաքյալներով հանդերձ մենք այսօր կարողացանք պատրաստել մեր ամենակարևոր այսպես ուտեստը, որ միշտ անմասն է մնում, իր տեղն է զբաղեցնում կարևոր սեղանի շուրջ։ Գառնուկն է մեզ հետ, նաև մեր հապկիտները պատրաստած շատ արագ եւ շատ հետաքրքիր են արքով կաթնահունցը, որ շատ գեղեցիկ է նաև, որին որ պետք է անպայման կարևորենք եւ նա նույնպես տեղ գտնի մեր սեղանին։ Եվ ես վստահ եմ, որ հիմա էլ մեր տատիկները, մայրիկները պատրաստում են այսօր երեկոյի համար իրենց ուտեստները, տոնական սեղանի հետաքրքիր զատկային ուտեստները, ավանդական ուտեստները, որպեսզի երեկոյան ամբողջ ընտանիքով միասին հավաքվեն սեղանի շուրջ եւ տոնեն Ամենակարևորը միասին հավաքվեն։ Եվ ասեն Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ հարություն Քրիստոսի։ Եվ ձեր խոսքը թե մեր հեռուստատողներին, որոնց շարքում են նաև ձեր հետևորդները եւ իհարկե մեր ամենակարևոր ազգին, հայերին։ Այո։ Ես նախ շնորհակալ եմ, որ ինձ հրավիրել եք։ Սիրով։ Շնորհավորում եմ բոլորին, իմ հետևորդներին եւ ոչ հետևորդներին Բոլորին եմ շնորհավորում, սա ամենակարևոր տոներից մեկն է մեզ համար, թող առողջ լինեն, խաղաղ լինեն, ամենակարևորը երկնքում խաղաղություն, պատերազմներ չլինեն, ես շատ կարևորում եմ դա, առողջություն եւ խաղաղություն։ Շատ շնորհակալություն, մենք միասին պետք է այսօր այնպես ստացվեց, որ մենք միասին ենք հրաժեշտ տալու մեր հեռուստադիտողներին, եւս մեկ անգամ շատ շնորհակալություն ձեզ, նաեւ ձեր ընտանիքին ենք առիթ օգտվելով ուզում շնորհավորել, գալի կարևոր տոնի կապակցությամբ եւ իհարկե ձեզ ելի հեռուստադիտողներ, մեր ելի հայրենակիցներ, միանում ենք նաեւ մաղթանքներին, մենք նույնպես։ Այսօր այսքանն էինք պատրաստել, հուսանք, որ ձեր հանգստյան օրը կարողացանք ապահովել սկզբի հատվածը երեկոյի համար էլ նայեք ինչքան հետաքրքիր տարբերակներ մենք առաջարկեցինք ձեզ համար։ Ձեզ խաղաղոր ենք մաղթում, իսկ մենք փորձենք արդեն տոնել։ Մենք կամաց կարող ենք ստել։ Շնորհակալություն ձեզ նույնպես կարող ենք անել, որը շատ հայկական մեծ խորհուրդ ունի ձվախաղը։ Դե հաջողություն ձեզ լավ հանգստյան օր եւ իհարկե վաղը բարձր տրամադրություն այսօր երեկոյից սկսված կհանդիպենք։ Հաջողություն։